Ողջույն 24-ի եթերում հետաքրքիր նվես Նարեկ Գալստյան, այս պահին ես հյուրընկալել եմ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանին։ Տիգրան, ողջունում եմ, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Երեք Էստոնիայում այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը այցելեց եւ ծաղիկներ դրեց կոմունիզմի զոհերի հուշարձանը, այսպես հիշատակը հավերժացնող հուշարձանի։ Ուսակ նաև որոշակի քննարկման առարկա դարձավ այն տրամաբանության մեջ, մի մասը ասում են, սա պրոտոկոլային է, չէր կարող չդնել, մյուս մասն էլ ասում են, որ սա հատուկ էր ինչ-որ որոշակի այսպես հակառուսական տրամաբանության մեջ է, հաշվի առնելով նաև մայիսի 9-ի դիմաց հաղթանակի 80-ամյակը։ Ձեր կարծիքը կամ դիտարկումը այս թեմայով։ Ձեր դիտարկումը շատ ճիշտ է, սա մայիսի 9-ի նախօրեին այսպես ասած արևմուտքից ներողություն կորզալու կամ ասելու դե ինձ ստիպում են գնալ Մոսկվա, մոտավորապես այդ տրամաբանության մեջ ուզած պետքա գնամ, բայց ինձ կներեք, ես ամեն դեպքում ձերոնքական եմ, բոլոր ինչ միջոցառումները ասեք, ես կգամ, նաև պետք է հաշվի առնել, որ եթե չեմ սխալում, Եվրոհանձնաժողովի ղեկավարը հիմա էստոնացի է, Կայա Կալասն է, հա, եւ սա փաստորեն հենց նպատակային այց է հենց Էստոնիա, որպեսզի հենց Կայա Կալասի ականջին հասցնել կամ աչքին բերել այն, որ ինքը ամեն դեպքում մնում է արևմտյան թեզի մեջ եւ դրա եւս մեկ ապացույց օրինակ ինձ համար իհարկե բան շատ տհաճ սուրպրիզ էր, բայց Էստոնիայում եկեղեցու դրան դեռ կհասնենք, հիմա այս հաջորդ հարցերից դա ոնց որ տեղավորվում է մի բանի մեջ, որովհետեւ իմ կարծիքով Սիսյանի դեպքից հետո, երբ Փաշինյանին դուրս հանեցին, հա, եկեղեցուց, սրանից հետո եկեղեցու բոլոր այցերը, եկեղեցիների բոլոր այցերը իմ կարծիքով համաձայնեցվում է եւ նաեւ համաձայնեցվել է այդ բարվի խոսքը։ Հիմա դրան կանդառնանք, բայց գալով զուտ այս այցին, այստեղ նաեւ այսինքն հետաքրքիր ինչումն է, որ կոմունիզմի զոհեր մայիսի 9-ի տրամաբանության, որ ասում եք արևմուտքի աջակցություն կամ ներողությունն է, արևմուտքն էլ է հարաբերական այլևս այդ տրամաբանության մեջ։ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի արևմուտքը մենք շատ լավ գիտենք, դա այդ լիբերալ ուրեմն զանգվածներ, Միացյալ Նահանգները այլևս այլ Եվրոպայում, հա, եւ Թուրքիան է, այսինքն երբ որ մենք ասում ենք արևմուտք Նիկոլ Փաշինյանի կտրվածքով, դա պետք է հասկանանք այն լիբերալ ռեժիմները, որոնք դեռևս մնացել են Եվրոպայում, եւ իհարկե Թուրքիան, եւ սա հենց այն լիբերալ ռուսերեն ասած տուսովկային նվիրված այց էր, հավատարմության այց էր, եւ սա մի փոքր զարմանալի է ինձ համար, ինչ հիմա, որովհետեւ բոլորը արդեն հասկացել են, որ Եվրոպական միությունը դա թուլացող միություն է, իսկ այլ միությունները, որտեղ Հայաստանը կարող է ներգրավել, եւ BRICS-ը, եւ ՇՕՍ-ը, եւ Եվրասիական միությունը իրենք արդեն ուժեղանում են եւ ուժեղացման մի ստադիան էլ դա ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի գնացող իմ կարծիքով լավացող BRICS-ի պարագայում հայտարարեցին, որ որպես դիտորդ պատրաստ են լինել։ Կարելի է շատ ավելի ակտիվ բան անել, տեսեք Չինաստանը եւ Վրաստանի հետ բավականին լավ հարաբերություններ ստեղծեց, հա, եւ Ադրբեջանի հետ հռչակագիր ստորագրեց ռազմավարական փոխգործակցության մասին, Հայաստանը դեռևս անտեսում են, վերջապես մենք ունենք այստեղ դեսպան Չինաստանից, բայց իմ կարծիքով Հայաստանը որոշակի քայլեր ամեն դեպքում պետք է ձեռնարկի, որպեսզի Չինաստանի հետ հարաբերությունները լավանան եւ առաջին քայլը իմ կարծիքով պետք է լինի այդ համաշխարհային եկեղեցիների ալյանսից դուրս գալ, որը իր էությամբ հակաչինական է։ Եկեղեցի ասացիք, հիմա վերադառնամ այդ թեման, որը իսկապես շատ կարևոր է, բավական բուռն քննարկվեց։ Ես չեմ հիշում, որ ես հիշում եմ անշուշտ եւ տեսնում եմ, որ հայ առաքելական եկեղեցին իր ամբողջականության մեջ եւ իր առանձին սպասավորներով հստակ դիրքավորվել է օրվա իշխանությունների դեմ, հատկապես Արցախի ու ցեղասպանության մասով եւ ընդհանրապես, այսինքն այս հայ-թուրքական, հայ-ադրբեջանական այս տրեքների մասով եւ կարծես եկեղեցու հայտարարությունն էլ Փաշինյանի հրաժարականի մասին բազմիցս հայտարարում է, որ դեռ մնում է ուժի մեջ, այսպես ասենք, հա, բայց դրա հետ միասին Վազգեն arczepiskopos-ը Միրզախանյանը, եթե չեմ սխալվում, Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, որը նոր նշանակվել է առաջնորդ Մերձ Բալթյան երկրներում, աշխարհաքաղաքական հայտարարություն արեց, որ մենք ողջունում ենք ձեր ջանքերը դեպի Եվրոպական միություն եւ այլն։ Այստեղ ինչ է կարծում, Մայրաթորը ինչ-որ պարզաբանում պետքա տա հարցի շուրջ, թե ոչ։ Եթե խոսենք, եթե իմ անձնական կարծիքը ասեմ, այո, անպայման պետք է որոշակի պարզաբանում լինի, որովհետև տեսեք, մենք ունենք մի իրավիճակ, որ հոգևորականները, ընդ որում բարձրաստիճան, մտել են քաղաքականության մեջ եւ քաղաքական հայտարարություններ են անում, ընդ որում մեկը քաղաքական շարժում է անում, մյուսը
գցում բռնում է ենթադրենք ինչ անել Գյումրիում, այն մյուսը արդեն ինչ որ Հայաստանը դեպի Եվրոպա է տանում, իմ կարծիքով այս ամենը պետք է կարգավորել, բարձի թողի վիճակ չլինի, այսինքն մոտեցումների եկեղեցու պետք է պարզաբանվի եւ բայց պարզաբանվելու բազմից է պարզաբանվել Տիգրան Չէ, չի կարելի թողել ասել ով ինչ ուզում է խոսում է, հա, հատկապես որ բարձրաստիճան arczepiskoposների կամ սրբազանների մակարդակով է։ Բայց դա հիերարխիկ այն կառույցը չի։ Իսկ Միրզախանյանի բան ինձ համար զարմանալի Միրզախանյանը աշխատել է Վրաստանում հենց այն ժամանակ ծառայել է, այսպես ասած, չի աշխատել, այն ժամանակ, երբ որ Վրաստանը ոնց գազ տված գնում էր դեպի Եվրոպական միություն եւ հայկական եկեղեցիներ բավականին շատ խնդիրներ էր ստեղծվել։ Հենց այն ժամանակ մենք հիշում ենք այդ եկեղեցիների խնդիրը, որ նույն Նորաշենի վանքը ուզում են խլեն կամ չգիտեմ, մեկը դարձնեն հրդեհել են սուրբ նշաններ, թե չեմ սխալվում եւ բազմաթիվ այլ հայկական եկեղեցիներ խնդրի առարկա են դառել հենց Սաակաշվիլիի ժամանակ ավելին ամենասարսափելի բանը որ եղավ, որ Խոջեբանկի մի մասը քանդեցին, ոսկորների վրա սամեբաս արկեցին եւ այդքան տեսած Միրզախանյանը դեռևս շարունակում է գովերքել դեպի Եվրոպա ճանապարհը, այսինքն այստեղ իմ կարծիքով ոչ միայն եկեղեցին, այլ Միրզախանյանը պետք է պարզաբանում տա, իմ կարծիքով որոշակի լրագրողներ պետք է մի հատ իրեն խոսեցնեն, ասեն որն է հիմքը, որ ինքը այսպեսի բաներ ասում են։ Ես չգիտես ինչի համոզված եմ, որ այդ տեքստը համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ եւ հենց տրվել է նրան։ Ես հասկանում եմ, որ ինքը չէր կարող ասել, որ չգիտեմ, մենք պետք է դառնանք Ռուսաստանի միութենական պետության անդամ, հա, որովհետեւ միանգամից ելվի դեպորտ կանեն իրան Էստոնիայից, բայց ամեն դեպքում IPC հայտարարություններ անել, իմ կարծիքով եկեղեցականին հարի չի, բայց ելի մասում առաջիկա հոգևոր ժողովին այս ամեն ինչը պետք է բան լինի եւ լավ կլինի, որ ընդհանրապես արգել են որևէ քաղաքական հայտարարություններ անել, իսկ լրատվամիջոցները իմ կարծիքով ընդհանրապես որևիցե եկեղեցականի արգել են հայտարարություններ։ Առանց կամ եթե ինքը հայտարարել, տեսեք նարեկ, եթե բարձրաստիճան հոգևորական arczepiskopos այսօր հայտարարություն անի, դա պետք է համաձայնեցված լինի կաթողիկոսի հետ եւ դա պետք է արտացոլի հայ-առաքելական եկեղեցու կարծիքը։ Այս խնդիրը բավականին երկար է տևում, ես հիշում եմ ընտանեկան բռնության դեմ օրենքը, որ ընդունում էին, եթե չեմ սխալվում, Աջափարյան Միքայել Սրբազանը ինքը կողմ էր օրենքին, Բագրատ Սրբազանը դեմ էր օրենքին եւ ես երկար ժամանակ փորձում եմ եկեղեցու կարծիքը հասկանալ։ Ինձ ասում են, տեսեք մեր քահանաները ինչ են խոսում, ես ասում եմ, որ ձեր բարձրաստիճան arczepiskoposները, եպիսկոպոսներն են խառել, այսինքն մենք որտեղից իմանանք որն է լավ, որն է վատ։ Հիմա տեսեք, կան այստեղ հոգևորականներ, որոնք ասում են, որ Հայաստանի ճանապարհը ավելի ճիշտ է, որ գնա դեպի Ռուսաստան։ Կա հոգևորական Էստոնիայում, որը ասում է, որ պետք է գնա Եվրոպա։ Այսինքն ես որպես հավատավոր մարդ ինչ հասկանամ դրանից։ Որպես հավատավոր մարդ դուք պետք է աղոթեք եւ քաղաքական հայտարարություններով չկողմնորոշվեք դեպի եկեղեցի, այլ հոգևոր տրամաբանությամբ։ Սրբազանների համար եմ աղոթում, որպեսզի իրանք այդ գայթակղությունների մեջ չմտնեն, հատկապես քաղաքական եւ Չէ, բայց հիմա օրինակ Բագրատ Սրբազանի պարագայում, հա, այսինքն ասում եք քաղաքական, բայց մարդը եկեք անկեղծ լինենք, հա, կարողացավ այդ իր շարժումով գոնե, չեմ ասում, անշուշտ վերջնական իր նպատակին չհասավ, բայց ցնցեց այս երկիրը ինչ որ չափ։ Բագրատ Սրբազանը ինքը որ սկսեց, եթե ազնիվ խոսենք, հա, ես մտածի, որ դա եկեղեցու հետ համաձայնեցված եւ եկեղեցին ամբողջապես սատարում է Բագրատ Սրբազյանին եւ այդ կարծիքը սկսեց փոխվել մոտավորապես այն ժամանակ, որ օրինակ Օտայքի թեմի առաջնորդը հանդես եկավ, չմիացավ ենթադրենք այդ շարժմանը, կարծեմ հետո Գեղարքունիքի դրա համար Բագրատ Սրբազանը եւ Բայրակտորի միջև պայմանավորությունները Սրբազանը թողեց իր այսպես վարչական պատասխանատվությունը թեմի առաջնորդ որպես թեմակալ առաջնորդ ու դարձավ այսպես որպես հա, բայց մինչև դա հասկանալի չէ, այսինքն ինքը որ դա արեց, արդեն հասկանալի դարձավ, որ եկեղեցու անմիջական բանը չկա, սատարումը չկա։ Դե ախր Տիգրան եկեղեցին է պետք է հասկանալ, դե եկեղեցին անմիջապես Միրզախանյանը խնդիրը գիտեք որն է, նարեկ Միրզախանյանը կարող է ասի Եվրոպա, կանգնի ասի չէ, մարդը կարծիք է, ինքը այդպեսի կարծիք ունի, բայց դա ասել մի մարդու ներկայությամբ, ով
ում հրամաններով քաշքշում են կաթողիկոսին գնդեվազի ջերմուկում, ում հրամանով կաթողիկոսին սարդարապատ չէին թողում, ում հրամանով եկեղեցու դեմ աշխատանք է գնում, ով հովանավորչություն է անում տարբեր տիպի աղանդավոր կազմակերպությունների, ով հովանավորում է այն մարդկանց, ովքեր եկեղեցու վրա հարձակվում են, ում նախարարը արգելում է եկեղեցու պատմությունը դպրոցներում, այսինքն իրան ընդունել, ընդ որում տեսակ ոնց էր ընդունում, գրկաբաց մի այնպիսի բաներ, ոնց որ 1000 տարվա անգելներ եկել, դա է անհասկանալի, որովհետև Եվրոպայից, Ռուսաստանից, չգիտեմ, թեկուս փորձի Թայլանդից եւ Թայվանից, բայց ինքը ընդունել է։ Բայց մյուս կողմից էլ երբ որ Մյուրոնորտնեկի արարողությանը, որ տեղի ունեցավ այդ Սարդարապետի դեպքերից հետո, հրավիրվում է ամբողջ իշխանական նախավը, ինձ հրավերել է, ես չեմ գնացել։ Ամբողջ իշխանը, չէ, ես առաջին օրը գնացել եմ, երկրորդ օրը բնականաբար չեմ գնացել։ Ես առաջին օրն չեմ գնացել, որովհետև ավելին ես ձեզ ասեմ, եթե բաց խոսանք, ինձ համար մինչ հիմա անհասկանալի է, որ եկեղեցու աշխատողը հարցազրույց է վերցնում մի կերպարից, որը սաղորը հայոյում է կաթողիկոսի։ Եկեղեցու աշխատող ասելուն չի։ Եկեղեցի մամուլի պատասխանատուններից մեկը Էջմիածնի եւ այդ հարցազրույցից հետո շարունակում է աշխատել։ Դե լավ, դե այդ արդեն բան է, այս հասկանում մասն եք խոսում։ Չէ, ինձ համար ես էլ եմ ասում, ինձ համար ես իմ անձնական վերաբերմունք ունեմ, Մյուրոնորնեկի չեմ գնում, այդ երևույթին վատ եմ վերաբերվում եւ բաց եմ ասում այստեղ Գիտեք, հիմա եթե մենք սկսենք առաջնորդվել այդ տրամաբանության մեջ, ամենքս այնքան բան անում, խոսում եւ այլն, որ պիտի այսպես առավոտից իրիկուն արդեն ոչ թե կարմիր գծը իրար մեջ դնենք, այլ քառակուսիներ դնենք իրար մեջ, ամենքս լրիվ անհատական է։ Թող ամեն մեկը իր քառակուսիներով շարժվի ու ամեն մեկը ի վերջո մենք բոլորս պատասխան ենք տալու ամենաբարձրի մոտ եւ ամենաբարձրը կորոշի ոնց ենք ինչ ենք։ Բնականաբար թողնելով այսպես Սրբազանին հանգիստ, խոսքս Վազգեն Սրբազանի մասին էր կամ Էստոնիայի դեպքերի հետ կապած, հիմա գալիս ենք դիմաց մայիսին հաղթանակի 80-ամյակն է։ Ես սկսել եմ նկատել, որ այս հաղթանակի 80-ամյակի տրամաբանության մեջ եւ ընդհանրապես մայիսինից ընդառաջ իշխանական ամիջապես իրենց շուրթերից հնչող հակառուսականությունը որոշակի առումով մեղմվել է, շատ այսպես միգուցե կտրուկ չի, բայց այդ մեղմացումը կա, ասենք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ինչ որ Ռուսաստանի հիմնով ռիլս է դնում օրինակ իր բանում Facebook-յան էջում մարդ, որը որ հայ աչքեր ընկնում ծայրահեղ հակառուսական հայտարարություններով, հետո սկսում են արդեն հաղթանակի մասին, այսպես ասել, որ դա մեր բոլորի հաղթանակն էր, մյուսներ եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչ որ բան կա իշխանությունների մեջ ձեր դիտարկման փոփոխություն կա։ Չէ, բացարձակապես չկա, սա հերթական Սանտա Բարբարան է, մենք գիտենք, որ ամեն տարի Նիկոլ Փաշինյանը գնում է փորձում է Վլադիմիր Պուտինից ինչ որ կամ ներողություն կորզել կամ այսպես ասած աչքը փակի ինչ որ ժամանակավորս ինչ որ բաների վրա, բայց Ռուսաստանը բավականին մտահոգված է ամեն ինչով ինչ կատարում է Հայաստանում, ավելին ձեզ ասեմ, բավականին շատ կարծիքներ կան ինչ անել Հայաստանի հետ, որը պրինցիպալ չի ուզում Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ստանա։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը երկու ինչ նշանակում ինչ անել Հայաստանի հետ։ Բան հնչեցել հիմա մրցակ։ Չէ, այսինքն ձեզ ասեմ, շարունակել դաշնակցային պարտավորությունները կատարել Հայաստանի հանդեպ Եվրասիական միությունով, որոշակի չափով հապկով, էներգետիկ անվտանգության հետ կապված, թե բաց թողնել, ասել դե եթե ուզում եք, հա, ուզում եք գնաք Թուրքիայի սահմանին ռուս չլինի, հա, պожалуйста։ Այսինքն եթե Հայաստանը իր կողմից դաշնակցային, այսպես ասած, հարաբերությունները չի պահում որպես դաշնակից, ասեմ, բավականին շատ այսպիսի հարցեր են առաջանում այնտեղ, արդյոք մենք պետք է նույնը անենք, անընդհատ ընկնենք Հայաստանի հետևից, խնդրենք, համոզենք ինչ-որ բաներ անենք, սա է խնդիրը, եւ այդ փաստը, որ ես նշեցի, որ ռուս համանապահների հարցն է հիմա օրակարգում, դեռևս չի քննարկվում, Փաշինյանը միգուցե բարձրաձայն այսօր այդպիսի հարց չկա, բայց տեսեք, երկու այց արեց Փաշինյանը վերջին Մոսկվա, առաջին այցի ժամանակ խնդրեց որպեսզի համանապահ զվարթնոցից անեն, երկրորդ այցի ժամանակ արդեն բաները ԿՊՊ-ներից Իրանի եւ Մարգարեի եւս խնդրեց որպեսզի այնտեղ ռուսահանարներ չլինի, այս այցի ժամանակ ինչ է հարցնելու կամ ինչ է ուզելու, դա շատ հետաքրքիր է։ Դրա համար նույն Ալեն Սիմոնյանը, որ սկսում է, չգիտեմ, Կատյուշա լսել կամ ինչ որ Ռուսաստանի նույնիսկ օրներքը կարա դնի, դա որևէ բան չի նշանակում։ Լյակավոսի տայարուս։ Հա, դա որևէ բան չի նշանակում։ Ուրիշ հարց կա, որ վերջին տվյալները տեսել եք վիճակագրական, որ Հայաստանից արտահանումը ընկել է
68%-ով եւ սա հիմնականում կապված է հենց ռուսական շուկա, Էմիրատներ, որը կրկին ռուսական էքսպորտի հետ կապված զուգահեռ էքսպորտի հետ իմպորտի, այսպես ասած, ռեէքսպորտի, եւ նաեւ ոսկի այլևս չի կարողանում Հայաստանը դուրս հանել Ռուսաստանից դրա վրա փող աշխատի եւ վաճառի Հոնկոնգ ու Չինաստան, եւ սա էլ է այսպիսի նշան, որ տղերք այդ լավ սնվելու տեղերը վերջանում է կամ խելքներդ գլուխներդ հավաքում եք կամ մի հատ հասկանանք ինչ են կանում, որովհետև այսքան ժամանակ Ռուսաստանը ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստան բավականին շատ մեծ գումար մտնի, բայց այդ գումարը ցավոք սրտի մտավ այլ ինչ-որ մարդկանց գրպանները եւ ավելին ձեզ ասեմ, նույնիսկ մեկ-մեկ ես բան եմ անում, ձեր եմ առնում գործընկերներին, ասում եմ Ռուսաստանի փողերը Հայաստանը Եվրամիություն է գնում, այսինքն դուք հովանավորում եք Հայաստանի եվրոպական ճանապարհը եւ այստեղ նաև շատերը ասում են եւ մամուլում են այդ արկածությունը կա, որ Ռուսաստանը փոխվել է Հայաստանի հետ կապված աշխատակազմը, ովքեր աշխատում են։ Ես էլ եմ ուզում գայի, տեսել, ես էլ կարդացի, որ Կոզակին փոխարինել է Կիրիենկոն իր թիմով, այդպես ինչ-որ։ Եվ սա ասում են, որ հիմնական խնդրեմը եղել է, որ Կոզակի ժամանակ Կոզակը նաև աշխատում էր Աբխազիայի, այսպես ասած, աբխազական ուղղությամբ եւ աբխազական ուղղությամբ քիչ էր մնում իշխանության գար պրոթուրքական գործիչ, հակառուս գործիչ։ Ոչ միայն հակառուս, այլ նաև հակահայ ծայր է եղել, այսինքն Աբխազիայում քանի հայ կմնանայստում մեծ հարց։ Եվ վերջին պահին անձամբ Կիրիենկոն գնաց եւ փորձեց հենց տեղում լուծել հարցերը, ինչ որ մի ձև կարողացան կրակահանցնել 60%-ով, չնայած եմ ասում 60%-ը շատ քիչ է մի երկրի համար, որը ամբողջապես կախված է Ռուսաստանից, բայց ամեն դեպքում դա կարողացավ անել եւ այստեղ Կոզակի դիրքերը իհարկե թուլացան, որովհետեւ այն ինչ որ անում էր Կոզակը եւ դուք էլ շատ լավ գիտեք Կոզակի հովանավորներին Հայաստանը, որոնք բացարձակապես զրեական, այսպես ասենք, ազդեցություն ունեն եւ մեծադաշտի վրա եւ ընդհանրապես դաշտի վրա, որոնք ինչ որ անհասկանալի ֆորումներ են անում կամ 0% բանով։ Ես մարդ եմ ճանաչում, ոչ ռուսերեն կամ խոսել, ոչ հայերեն։ Ու ճանաչում անձամբ չեմ ճանաչում, այսպես բայց համարվում է ռուսական soft power-ի ներկայացուցիչ Հայաստանը։ Այո, եւ մարդիկ էլ կան, որ գնում են հանդիպումներ, ֆորումին մասնակցում է ճառը ասում, հետո նույն ճառով գնում է փակ հանդիպման, նույն ճառը ասում, հետո գնում է ինչ-որ էլի հանդիպման, էլի նույն ճառը ասում անգիր արած եւ սա իրոք խնդիր է, որովհետեւ այստեղ նաեւ եւ ոչ միայն Ռուսաստանի պարագայում է սա, փող մսխելու շատ լավ տարբերակներ էր։ Ես ձեզ ավելին ասեմ, եթե USAID-ի փողերը չմսխվեին, անաստվածաբարո, այսպես ասենք, մեր գրանտակերների կողմից, երևի թե Հայաստանը արդեն վաղուց կլիներ Եվրոպական միության անդամ կամ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, բայց այն, որ ենթադրենք յուրաքանչյուր գրանտի 40-45%-ը դա ֆուրշետն է, հա, եւ անհասկանալի աշխատավարձներ էին դուրս գալու։ Բայց որ երկուստեք են ուտում, այնպեսի տպավորություններ, որ այդ ուտելու process-ը Հա, որովհետեւ ատկատները սարսափել են եւ այն կողմում եւ այս կողմում եւ ես ձեզ ասեմ որպես մարդ, որը ոնց որ երկու կողմի հետ առնչվել է, հա, սարսափելի վիճակ է, բոլորը նստած են, ոչ մեկին ոչ հետաքրքրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը, ոչ էլ Ռուսաստանի շահերը, այսինքն փող գա ուտեն, խմեն, աշխատավարձ տանեն, գնան եւ դրա պատճառով ես կարծեմ անց հաղորդման ժամանակ իրար այդ թեմայով խոսեցինք, որ երբ որ ես նայում եմ Հայաստանում այսպես պաշտոնապես ռուսական փափուկ ուժի ներկայացուցիչներին իմ մոտ ավտոմատ հակառուսականություն է առաջանում, երբ որ նայում եմ արևմուտքի այսպես փափուկ ուժի ներկայացուցիչներին, մոտ ավտոմատ արևմտա ատյացություն առաջանում։ Ոնց որ հատուկ անեն, դրա համար ես ոնց որ հատուկ անեն, այո։ Միշտ ասել եմ կարելի մարդ հանունն էլ ասեմ, բայց Հայաստան կարծիքով մեկ հոգի կա Եվրոպամետ, իրոք Եվրոպամետ, եվրոպական Հայաստանում դա Անուշ Սետրակյանն է։ Հա, մի անգամ ասել եմ։ Հա, մնացածները դա այստեղից կարող են վազեն այնտեղ, ես էլ եմ ասում, հիմա ամենահակառուս թևում գտնում են մարդիկ, որոնք ժամանակին ռուսական սովետական բանակում այդ բարձրաստիճան ինչ-որ բան եղել կամ վեստի թղթակից են եղել կամ եսի ինչ են եղել, այսինքն սենց գնում գալիս են պրինցիպներից դուրս, հիմա նույնն էլ մեր արևմտամետ, այսպես ասած գրանտակերների մոտ է նկատվում, որ փողերի մեծ մասը կտրել են եւ գիտեք որ ասում են, որ մեր օլիգարխներն են վճարելու ենթադրենք փակելու այդ ծախսերը, չէ, մեր օլիգարխները կյանքում չեն կարող թույլ տան այն շռայլությունը, որը USAID-ին կարող էր թույլ տալ։ USAID-ին աչք էր փակում բոլոր կոռուպցիոն երևույթների վրա, բայց USAID-ին պետք էր, որ այդ գրանտի շրջանակներում բոլոր աշխատողները
ցանկացած բան դուրս գան փողոց եւ անեն այն գործողությունը, որ իրենց կթելադրի։ Օրինակ 18 թվականին։ Օրինակ 18 թվականին, օրինակ 16 թվականին եւ Էլեկտրիկ Երևանի եւ Էլեկտրիկ Երևանի ժամանակ 15 թվականին, այսինքն այդ փորձարկածնածռերի ժամանակ փորձարկումները անդադ արվել են ժեստերից սկսած, ով ինչի պատասխանատուն է եւ ինչ եւ իմ կարծիքով դեռևս այդ ցանցերը մնացել են, ինչպես նաև հայտնի Սորոսական ցանցը, որը մի փոքր այլ ձևով է աշխատում, շատերը մտածում են, որ Սորոսը քաղաքական ավելի շատ ուրեմն կերպար է, բայց Սորոսը հիմնականում բիզնեսմեն է, ինքը ստեղծում է ցանցեր իշխանության մեջ, ընդդիմության մեջ, այնուհետև ցանցը վաճառքի է հանում։ Իդեպ Սորոսի հայաստանյան մասնագետը Նարեկ Մալյան իր վետո շարժումը, որ օրինակ ես չգիտեմ, այդ հանրային բանը իրենց ժամանակ սկսվեց, էլի, այսպես ասած, հիմա կա այդ impeachment-ի ծրագիրը, որը մեծ հաշվով մինչև 2026 թվականի ընտրություններ, եթե ամեն ինչ այս ընթացքով գնա, միակ ես չգիտեմ, այսպես էպիտետային ասեմ, ճակատամարտն է, հա, մինչև 26 թվականի ընտրություններ, կամ միակ մեդիա առիթն է, կամ ինֆորմացիոն առիթն է, կամ չգիտեմ, տրիգերն է, ինչ է կարծում, հնարավոր տարբերակ է, սա թե ոչ։ Գիտեք, այն տարբերակով ամենայն հարգանքով էլ եմ ասում, ես վետոին բավականին շատ աջակցել եմ, հենց հակասորոսական պայքարը Նարեկին շատ լավ ճանաչում եմ, բայց այս ամեն ինչը իմ կարծիքով ավելի շատ այլ նպատակներ ունի եւ միտված չէ իշխանափոխության, այլ միտված է ընդդիմադիր դաշտում, հերթական պարակտում, հերթական սևացում կազմակերպելու համար։ Բայց ինչի, որովհետեւ մարդիկ ասում են, ես օրինակ չգիտեմ, Հայաստան դաշինքից պատգամավորների եմ յուրում գալիս ընթացքում, հարցել եմ, ասում են, այսինքն ցանկացած փաթաթիկ պատրաստ ենք ստորագրել, որովհետեւ խնդիր չենք տեսնում։ Տեսեք, ամեն ինչ ինչի է դա թարգմանվում հենց դա։ Ամեն ինչ, չէ, դա բանից է գալիս, impeachment նախաձեռնող երկու իմ ընկերների անձանց կողմից հնչող հայտարարությունները, որտեղ հիմնական սլաքները ուղղվում են կամ բացահայտ Ռոբերտ Քոչարյանի դեմ կամ Հայաստան դաշինքի դեմ, այսինքն սա իմ կարծիքով բոլոր իրենց ասածների ժամանակ, այսպես թե այնպես ուղղությունը գնում է այնտեղ, Ռոբերտ Քոչարյանը չի ուզում impeachment լինի, Հայաստան դաշինքը, ես իմ ինչ որ այսպիսի բան, ընդ որում Նարեկ ջան, այսպիսի փորձ եղել է, հիշում եք, որ Բաղրամյան փողոցում հավաքվել էին սեպտեմբերի, չեմ հիշում 22 թվականի 40-50, չէ, միանգամից 40-50 հազար մարդ հավաքվեց։ Հա, հիշեցի։ Եւ այնտեղ այդ impeachment-ի փորձը եղավ եւ հիմնական գործող անձանցից Էդգար Ղազարյան, Կարին Տոնյան այնտեղ են եւ ես հիշում եմ Նարեկ Մալյանն էլ Facebook-ում ստատուսներ էր որոշակի գրում, որոնք իմ կարծիքով Էդգար Ղազարյանի վրա ազդեցություն էին թողնում եւ այնտեղ եղավ այն փորձը, որտեղ սկզբից իշխան Սաղաթելյանն էին փնտրում, իշխան Սաղաթելյանը պարզվեց այնտեղ կանգնած եւ պատրաստ էր այդ թուղթը ստորագրելու, հետո Էդգար Ղազարյանը գնաց ԿՊԱ-ականների հետևից, հետո կեսից փոշմանեց եկավ, հետո վերջում դարավեն, որ այսպես ասած ժողովուրդը սկսեց ցրվել։ Չէ, բայց փաստաթուղթ չի եղել, տես։ Չէ, ժողովուրդը սկսեց ցրվել։ Հիմա տեսեք, ինչն է խանգարում, ընդ որում կա քաղաքական ուժ, որը ասել է, որ Նարեկ Մալյանը կապված է այդ ուժի հետ, հա, ես հիշում եմ իմ հաջորդ լավ ընկեր Արմեն Աշոտյանի ստատուսը, որ դուք Նարեկին ինչ-որ բաներ եք ասում, բայց մինչև Նարեկը ընդհանրից որոշակի բաներ ա եղել, այսինքն ես կարող եմ կարծել, որ impeachment-ի գաղափարը տանում է որոշակի քաղաքական ընդդիմադիր ուժ եւ ինչն է խանգարում ընդդիմադիր քաղաքական ուժի падգամավորին, հա, առաջինը ստորագրել այդ բանը, ինչն է խնդիրը։ Բայց ով ասում որ չեն ստորագրել։ Չէ, որովհետև տեսեք, Էդգարն ու Նարեկը անդադ ասում են, որ բավական է 1 հոգի ստորագրի, որ impeachment-ի գործընթացը չի։ Հիմա 10 օր բան, Չէ, հիմա ինչի չի ստորագրում մարդ, ենթադրենք նույն պատիվ ունեմ դաշինքից, որևէ մեկը եւ այդ impeachment-ի process-ը սկսի։ Ինչն է խնդիրը։ Ինչ որ մեկը ասել է, որ չեն ստորագրելու։ Չէ, իսկ ինչի չի ստորագրում։ Դե երեք են նամակները հանձնում։ Չէ, բայց մինչև այդ ինչի չեն ստորագրել։ Չէ, մինչև process չկա, գործընթաց չկա։ Process-ը կա, process-ի ժամանակ մի ամիս արդեն խոսում են եւ այդ process-ը գործընթացը պաշտոնապես որ մեկնարկի մասին, որ եկավ այդ քաղաքական նախաձեռնությունը նամակներ փոխանցեց, 3 հանձնեց, 3 արդեն կարող էր ինչ-որ մեկը ստորագրել։ 3 կարող է լինի 3-4 բան մյուս օրը, այսինքն ոչ մեկ չի հայտարարել, որ չի ստորագրել։ Հայաստան դաշինքն էլ չի հայտարարել, դուք ասենք Հայաստան դաշինքին կարծես է տալու մեկը որ չի ստորագրելու, բայց իրենք էլ չեն հայտարարել, որ չեն ստորագրելու։ Ուրիշ հետաքրքիր բան կա, հա, որ էլի ամենայն հարգանքով Ղազարյան Էդգարին, Էդգար Ղազարյանը բազմիցս կրկնում է մի թեզ, որ 107 падգամավոր, թե 109 падգամավոր սպասարկում են Նիկոլ Փաշինյանի շահերը, 109 падգամավոր պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, որը փաստացի վիրավորանք է։
հա, որովհետեւ падգամավորների մեջ դրան շատերը կան, որոնք ոչ կալանավորվել են, որոնք դժել են։ Պատիվունեմի падգամավորները պատասխանեցին։ Հայկ Մամիջանյանը իմ եթերում բացահայտ դրա մասին խոսեց ու բավական կոշտ քննադատեց այդպիսի հայտարարություններ անողների։ Շատ դե հիմա գիտեք ինչն է հետաքրքիր, ինքն երկակի տպավորություն է թողնում, որ մի թևը քննադատում է նույն կառույցի, մյուս թևը Դուք վստահ եք, որ Էդգար Ղազարյանը 100%-ով պատիվունեմի կամ երրորդ նախագահի։ Ես վստահ եմ, բայց ավելի շատ վստահ եմ, որ Էդգար Ղազարյանն ավելի շատ հարում է դեպի այս կողմը, քան դեպի այն կողմը։ Դրա մեջ նշանակում ինքը գտնվում է 100%-անց իմպերատիվ հանձնարարականի տակ։ Իսկ մեր մյուս դավընկերը Նարեկ Մալյանը ինքը էլ եմ ասում, իր ապախով Արմեն Աշոտյանը ոնց որ բացահայտ ասել է, որ Նարեկը իրենց հետ որևէ առնչություն ունի։ Հիմա չէ, ասածս ինչ է, վիրավորել падգամավորներ, որովհետև յուրաքանչյուր ընդդիմադիր падգամավոր, որին ասում են, Պարոն Քոչարյան, դուք հասկանաք, որ մենք խոսում ենք մի թեմայի մասին, որը տանում է ընդդիմության ներսի խնդիրները, բայց բաց ենք թողում հնարավորություն, թե արդյոք impeachment-ի թեմայի շուրջ կարող է լինել հանրային ընդվզում, թե ոչ։ Մարդիկ կարող են փողոց հավաքվել, թե ոչ։ Որովհետև մինչև հիմա չի ստացվել, եկեք ֆիքսենք, հա, բոլոր շարժումները, որոնք որ արվել են, եւ այդ արվածների հիմնականում կապված են եղել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, իրենք տեղ չեն ասել։ Իրանք օգնել են, իրանք շատ բաներ միգուցե փոխել են Փաշինյանի մասին ընկալումների մեջ, բայց տեղ չեն ասել։ Հիմա այս թևը կամ Նարեկի ու Էդգարի այսպես խոսքը հետեւյալն է, որ մինչև այդ ժողովուրդեր հավաքվում, հետո պետք է լինի impeachment, հիմա առաջարկում ենք հակառակը, սկսեք impeachment, մենք հավաքելու ենք ժողովուրդ։ Բա որ ստացվի։ Ինչն է սրերով ընդունելու գաղ անգամ։ Չէ, սրերով ոչ մի բան չենք ընդունում, մի հատ ես իմ նախորդ միտքս ավարտեմ, հիմա տեսեք, երբ որ դու վիրավորական արտահայտություն ես անում ընդդիմադիր երկու ֆրակցիայի падգամավորներ, որ դու Նիկոլ եք պահում, ու հետո իրանցից ինչ որ բան ես ուզում։ Ոչ մեկին չի կարելի վիրավորել։ Ոչ մեկին։ Հա, չէ, դու ինչ ես ուզում ստանաս։ Այսինքն, եթե ես դեմ գամ ասեմ Նարեկ ջան, դու Նիկոլ Փաշինյանն ես պաշտպանում, մյուս օրը թղթով գամ ասեմ, կարող ես մի հատ հայտարարություն անես, ես ինչ որ իմ օգտին, կասես հաջողություն չէ քեզ։ Ամենայն անվանականությամբ։ Հիմա ո՞րն է նպատակը, այսինքն այստեղ էլի հարցեր են առաջանում, որ այդ հարցի պատասխանը չի տալիս։ Հիմա անցնենք շարժումներին, բոլոր շարժումների ժամանակ հայրենիքի փրկության շարժման, դիմադրության շարժման եւ այլն ներգրաված են եղել փրկության շարժման նշանապես շատ կուսակցներ են եղել, բայց բոլորի մեջ երկրորդ, երրորդ նախագահի աջակիցները, ընդ որում առաջին դեմքերով իրենք ներգրաված են։ Առաջնորդությունը որպես կանոն եղել է երկրորդ նախագահի կողմից, ինչպես չէ, դիմադրության շարժումը ուղիղ դաշնակցություններ առաջնորդում իշխան Սաղաթելյանի։ Դե հիմա դաշնակցությունն ակես վերջի վեճի ժամանակ ասում է ոչ ընդեղա, ոչ ընդեղա։ Հա, շատ մոտ։ Բայց ես էլ եմ ասում, շատ լավ լինելով նաև ներսում, ես գիտեմ, որ նույն իշխան Սաղաթելյանը իր քայլերը համաձայնեցնում էր կամ առնվազն տեղակերպում եւ երկրորդ եւ երրորդ նախագահի հետ։ Այսինքն այստեղ բոլոր այդ շարժումները եղել են, սա երեք էլ եմ ասում, միգուցե երևացող ինչ որ բան է եղել, կապված Ռոբերտ Քոչարյանն, բայց հավասար նախագահները եկել են հրապարակ երկուսն էլ, երկու թիմները աշխատել են, հանձնաժողովները, փակ հանձնաժողովները կազմակերպչական գործունեությունը արել են էլի երկուսով, այսինքն այստեղ գցել մեղքը կամ Ես մեղք չեմ գցում, ես ասում եմ Չէ, կամ ասել, որ ինչ որ սա եղել կամ սա եղել, ես ասում եմ, որ տեղի ունեցած ես նորից վերաձևակերպեմ իմ Ես ասեմ Նարեկ ջան, ես վերաձևակերպեմ, որը եւ փրկության շարժման կազմակերպչական աշխատանքներին մոտ եմ կանգնել դիմացան շարժման կազմակերպչական աշխատանքներին մոտ եմ եւ հանրապետական Շատ լավ, ես նորից ասեմ իմ ասածը հետեւյալն է, ասում եմ 2021 թվականից մինչև 2024 թվականը Հայաստանում եղել են շարժումներ, որոնք Գոնե արտաքին աչքերով առավել շատ կապված են եղել Հայաստան դաշինքի կամ Հայաստան դաշինքի ձևավորման մաս կազմած ուժերի առաջնորդի հետ, չնայած հանրապետականը բնականաբար նույնպես մասնակցել է Սերժ Սարգսյանը եղել։ Ես ասեմ ինչ որ արտաքուս ես տեսնում եմ։ Հիմա իրենք բոլորը օգտակար են եղել, լավ ոչ մեկ չի կարող մերժել, բոլորը։ Թեկուզ լավ միացյալ ընդդիմությունը, բոլորը օգտակար են եղել, բայց տեղ չեն հասել։ Հիմա հարցս հետեւյալն է, հարցս ձևակերպեմ Կարա impeachment-ի շուրջ այդպիսի բան լինի, թե չէ։ Հիմա եկեք հասնենք մի շատ կարևոր փուլի, որը կոչվում է Գյումրի ընտրություններ, հա։ Գյումրի ընտրությունները շատ հետաքրքիր, ասպես ասենք, ազդանշաններ ընդհանուր եւ ներսը եւ դուրսը այն բանը, որ ընտրությանը կարող են գնալ ընդդիմադիր տարանջատված իրար ատող ուժեր հաղթանակ ֆիքսեն Նիկոլ Փաշինյանի հանդեպ, այսինքն ԿՊ-ն Գյումրիում պարտվեց եւ որոշակի, այսպես ասենք, սրեց Գյումրի ցույց տվեց, որ ընտրություններով, ընդ որում էլ եմ ասում, շատ մարդիկ, ընդհանրենք, որոնք հիմա նույն impeachment-ի շուրջ են հավաքված կամ ասում են, որ Հայաստանում ընտրություններով որևէ բան հնարավոր չի անել, ընտրության գնալ պետք չի եւ այլն, Գյումրի, այսպես ասենք, վիբրկեն
Այնտեղ տարբեր բաներ կարելի է ասել, մի քիչ ուրիշ է, մի քիչ այնա, բայց դա ուզում հարցնել, դուք իսկապես ուզում եք Գյումրիի ֆենոմենը մեծացնել ամբողջ Հայաստանի վրա։ Իհարկե, փաստացի ցույց տվեց, որ բոլոր քաղաքներում վերջին ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարտվում է։ Այդ թվում Երևանում էր պարտվել, եթե Երևանում ինչի է ես օրինակ շատ ցանկանում, որ Մարտին Գրիգորյանը շատ ավելի արագ ասի, որ իր ձայները տալու է, որովհետև Երևանում, երբ որ ընդդիմադիր ուժերը չկարողացան մի օրվա մեջ, հա, կազմեն այդ կոալիցիան եւ Բաշխենդերերը, բան իշխանությունը մտավ եւ սկսեց այստեղից այնտեղից ձայն որսալ, մուրալ, շանտաժ անել, ինչ-որ մարդկանց փակել եւ այլն եւ կարողացավ անել։ Դրա համար Գյումրիում էլ է պետք է շատ արագ անել եւ փաստացի գետնի վրա սոցիոլոգիան, իսկ գետնի վրա ամենաճիշտ սոցիոլոգիան հենց ընտրություններն են ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ադմինիստրատիվ ռեսուրսով լցնելով Գյումրիում բերելով ամբողջ շտաբը աշխատացնելով, մարզպետներով, բաներով, պարտվում է Փարաքարում, պարտվում է Գյումրիում, պարտվում է Վանաձորում, պարտվում է Երևանում եւ այլն։ Այսինքն գլոբալ առումով կա նաեւ տարբերակ, որպեսզի արտահերթ ընտրություններով, թե հերթական ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Հիմա կա նաեւ impeachment-ի տարբերակը, բայց տեսեք, Նարեկ, մարդիկ փողոցում հենց նես չեն հավաքվում։ Սա քաղաքագիտական աքսիոմա է, պետք է լինի որոշակի տրիգեր, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց։ Այո, բոլորս ատում ենք Նիկոլ Փաշինյանին, բոլորս ցանկանում ենք, որ առաջ ինքը գնա, բայց այդ ժողովրդին հանելու համար որոշակի բան պետք է տեղի ունենա։ Օրինակ, դիմադրության փրկության շարժման ժամանակ դա այդ երակողմ եւ պարտություն էր 2020 թվականի դիմադրության շարժման ժամանակ, երբ որ Նիկոլ եկավ, ասեց ինձ ստիպում են Արցախի ստատուսի պլանկեն իջեցնել, հա, ժողովուրդը միանգամից դուրս եկավ, այդ հայտնի Բաղրամյան պողոտայում մարդիկ ինչի դուրս եկան փողոց միանգամից մի ժամը մեջ հավաքվեցին, որտեղ Փաշինյանը պարլամենտում ասեց այնպեսի թուղթ եմ ստորագրելու, որից հետո ինձ ատելու են կամ դավաճան են ասելու, եւ Բագրատ Սրբազանի շարժումը դա յուղերի հանձնում է։ Այսինքն եթե դու տրիգեր չունես, դու արհեստականորեն տրիգեր չես։ Բոլոր այդ դեպքերը, որոնք որ տեղի ունեցել, մենք մի բան կորցրել ենք։ Այսինքն էլի մի բան պիտի կորցնենք, որ ժողովուրդը դուրս գա։ Մենք ամեն օր ինչ որ բան։ Այսինքն էլի մի բան պիտի կորցնենք, որ ժողովուրդը նորից դուրս գա։ Չէ, բայց գիտեք ոնց է, մենք կարող ենք էմոցիոնալ խոսանք, մենք կարող ենք սառը, որովհետև ինչպես Նյուտոնի օրենքներն են գործում, ֆիզիկա, այնպես քաղաքագիտության օրենքներն են։ Շատ լավ։ Գյումրիի ընտրությունները եթե տրիգեր լինի, օրինակ Գյումրիի ընտրությունները լավ տրիգեր կարող են դառնալ, ոգևորված, հա, անդիմության հաղթանակով, եթե միանգամից ամեն ինչ լիներ։ Հիմա Մարտուն Գրիգորյանը պաստորեն Մարտուն Գրիգորյանը պաստորեն Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա գային կանգնացնում է Մարտին Գրիգորյանի այդ ոչ թե տատանվել, այլ պաուզա վերցնել, ինքը ոնց որ այդ կուրաժը հանեց։ Պարոն Քոչարյան, ինչ տարբերություն թե ով է Գյումրիի համայնքապետը։ Անկեղծ ես հարցը չեմ կարողանում հասկանալ։ Ես ոչ մի տարբերություն։ Պրինցիպի հարց է։ Չէ, պրինցիպը հասկանալի է, էմոցիոնալը հասկանալի է, որ այդ պահին լավ ես զգում, հասկանալի է։ Տեղեր ասել եմ։ Որ այդ պահին եթե Մարտուն Գրիգորյանը հավաքեր ամենաշատ ձայները, չեք թողում մարդը ձևակերպել։ Մարտուն Գրիգորյանի հարցը չի, Մարտուն Գրիգորյանը միացել թեման անցել է։ Всё, մենք ունենք ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյան։ Ինչ տարբերություն, ասենք Վարդան Ղուկասյանն է հիմա Գյումրիի համայնքապետ, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու տրամաբանությունից ելնելով, թե ասենք այն որևիցե մեկ այլ համայնքապետ, որը ԿՊ-ի հետ աշխատում է։ Մենք ախր տեսել ենք, չէ՞, ոնց են այդ ժամանակ հերոսացրել տարբեր համայնքապետերի ընդդիմադիր տեխնացուների, որ այ իրենք մեր նժդեհներից բռնացրած այլ էպիտետներով, մյուսով եւ այլն, վերջում այդ մարդիկ լինելով տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, աշխատել են եւ շարունակում են աշխատել օրվա իշխանության։ Նույնն էլ Վարդան Ղուկասյանը դա լինի։ Իհարկե, որոշ պարագայում իհարկե պետք է աշխատանք լինի, որովհետեւ այսպես ասենք, քաղաքները, քաղաքային տնտեսությունները բաներ, իրենք ամեն դեպքում էկրաններին Վարդան Ղուկասյանը շարքապված են։ Սկզբից ասեմ, որ ինձ համար տարբերություն չկար ով պետք է դառնար Գյումրիի քաղաքապետ, կարևորը ընդդիմադիր լիներ եւ այն պրինցիպը կատարվեր, ով ավելի շատ ձայներ հավաքեր։ Ինձ համար տարբերություն չկար, կարող է Ռուբոն լիներ Մխիթարյանն, Ռուբոն չեղավ։ Եթե Մխիթարյան Ռուբոն հավաքեր ամենաշատ ձայները եւ Վարդան Ղուկասյանը տատանվեր, նույնը ինչ գրել են Facebook-ում։ Չէ, բայց դա համապետական էֆեկտի մասին է։ Հիմա տեսեք, այսպիսի հաղթանակների կարևորությունը որոնք են, իրենք եւս մեկ անգամ, ամեն անգամ այդ ոնց որ ամեն կաթիլը քարը բան տաշումը, հա, ընկնող, իրենք բան են անում ժողովրդի վստահությունը, որ Նիկոլ Փաշինյանից հնարավոր է ազատվել, որ ԿՊ-ն ամենաուժեղ չի, որ ԿՊ-ին կարող է հաղթել։ 21 թվականի Սյունիքում բանից Մեղրիից մինչև Սիսիան
բոլորը ընդդիմադիր համայնքապետեր էին 21 թվականի եւ բոլոր ոչ միայն Սյունիքում։ Չէ, ես հիմա կոնկրետ մի մարզի մասին եմ խոսում։ Բոլորը, причем նենց ընդդիմադիր էլի, ծայրահեղ եւ այլն։ Այս պահին ի պատիվ Արտուր Սարգսյանի կարծես թե միայն ինքն է որ մնացել է այդ բանի վրա, պայքարի պատնեշի վրա, կարծես թե եւ կարծեմ Կապանի համայնքապետը այդպես չէր ինչ որ ոնց է այնպես էր մինչեւ հիմա այդպես շարունակում, այսինքն առանձնապես այդպես շարժումների մեջ չէր, բայց ընդդիմությունը հավաքական առումով պարտվեց Սյունիքում, причем չեմ ասում Ռոբերտ Քոչարյան թե Սերժ Սարգսյան, բոլորն էլ պարտվեցին ով կար, Նիկոլ Փաշինյանը 50+1 վերցրեց, այսինքն ցույց տվեց իրավիճակը գոնե 4-5 տարի առաջ, որ համայնքապետի անձը ընտրությունների process-ի վրա զերո ազդեցություն ունի։ Որոշակի ազդեցություն օրինակ նույն Քաջարյանում ընդդիմությունը հաղթել էր, այսինքն համայնքապետը։ Դե լավ, ամբողջ Սյունիքի մի տրամաբանության մեջ նայեք, այսինքն չէ, էլի համայնքներ են եղել, որտեղ առաջտեղն է բռնել ընդդիմությունը։ Հասկացա, Սյունիք մարզում 50+1 Նիկոլ Փաշինյանը վերցրել է։ Ուրեմն 21 թվի ընտրությունները իրենք եղել են 21 թվին 4 տարի առաջ։ Այն ժամանակ սկսած աշխարհակական կոնսենսուսից, վերջացրած Նիկոլ Փաշինյանի ռեյտինգից, հա, այլ իրավիճակ էր։ Հիմա 4 տարվա մեջ դուք համաձայնեք, որ եւ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն է իջել։ Եվ ընդդիմության։ Եվ ընդդիմության, եթե սոցարտումներին ենք հավատում, ոչ միայն Փաշինյանի։ Բայց Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը շատ ավելի շատ է։ Հասկացա, բայց այնպես չի, որ իրանից ավելի ռեյտինգով մարդ կա այսօր Հայաստանում։ Ընդդիմադիր հայացք Նիկոլ Փաշինյանին չսիրող մարդկանց քանակը ավելացել է։ Մնում այդ մարդկանց կարողանան քանել 25 թվականի իրադրությունը եւ 21 թվականի իրադրությունը մի փոքր այն շատ ավելի որ 26 թվականի հունիսից հետո մենք այս տաղավարում հանդիպենք իրար հետ ու չասենք այ որ 2030 թվականին եւ երկրորդ նախագահ եւ երրորդ նախագահ իրենց ասացների մեջ որոշակի նաեւ մեսեջ են ասել որ աշխարհակական կոնսենսուսն է փոխվել, այսինքն այն տանիքները աշխարհակական որ կային Նիկոլ Փաշինյանի գլխին մեկը Բայդենի դեմքով չկա, Ռուսաստանի պահով ելի եմ ասում ավելի շատ բան է իրաց մոտ հիասթափությունը, հա, որ Նիկոլ Փաշինյանից, որ ասացի մարդը խոստացել է, որոշակի չափով հավատացել են եւ այլն, սենց է իրան պահում, եւ մնում է եվրոպական, ուրեմն միությունը, որի թափը առնվազն Հայաստանում այդքան էլ շատ չի, այնքան շատ չի, որ նույն Եվրամիության պատասխանատուները կանչում են այստեղ եվրոպամետներին, ասում են գազ մի տվեք, մենք դեռևս պատրաստ ենք ձեզ ընդունելու։ Այսինքն կան նախադրյալներ։ Հիմա ընտրությունների ժամանակ ինչ կոնֆիգուրացիա կլինի եւ ոնց կաշխատի ընդդիմությունը, ելի եմ ասում, դա կարող է լինի արտահերթ ընտրություն, դա կարող է լինի հերթական ընտրություններ, բայց ոչ փողոցային։ Կարող է լինել եւ փողոցներ ենք բոլորս պատրաստ, բայց ելի եմ ասում, փողոցի համար պետք է լինի համապատասխան տրիգեր։ Ես ելի եմ ասում, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի հանդեպ բնակչության վերաբերմունքը դեռևս չի կարողանում դառնալ այն տրիգերը, որի համար ժողովուրդը ընդհանրապես միանգամից կհավաքվի, ոնց որ եղավ ենթադրենք սեպտեմբերին 2023 թվականի, հա, որ մենք տեսանք Արցախ ենք կորցնում եւ բոլորս դուրս եկանք փողոց, որ ինչ որ ձևի։ Հա, բայց դա մի քանի օրվա էմոցիոնալ սովորում էր։ Եթե այդպիսի տրիգեր լինի, եթե ժողովուրդը դուրս գա փողոց եւ եթե հնարավոր լինի։ Ժողովրդի փողոց պետքա դուրս հանել, ախր Տիգրան, այտենց ժողովուրդը ինքնիանով դուրս չի գալիս։ Հա, բայց ժողովուրդը պետք է գնաք, ժողովուրդը նստած է տունը, հա։ Զզվում եմ Նիկոլից էլ, սրանից էլ, նրանից էլ, Ղարաբաղն էլ եսին կորցրինք, դեպրեսիայի մեջ է եւ այլն, այսինքն թիվ 1 գործողությունը, որը պետք է անի ընդդիմությունը եւ ընդդիմադիր տարբեր թևերը, այն մարդուն համոզել, որ ինքը դիվանից վեր կենա եւ իջնի փողոց։ Իսկ դրա համար կամ ընտրատեղամաս։ Իսկ դրա համար պետք է տրիգեր։ Բայց ամեն դեպքում ելի եմ ասում, եթե ինչ որ սկսում է փողոցային շարժում, եթե ինչ որ կարողանում են ժողովրդին հանել փողոց եւ այլն, իհարկե բոլորս պետք է մասնակցենք, բոլորս պետք է աջակցենք այս ամեն ինչին, եթե ելի եմ ասում, այդ գործընթացները արվում են շիտակորեն եւ իրանց տակը չեն պահում որոշակի, այսպես ասենք, գործողություններ, որոնք կարող են վնասեն այս կամ այն թևերին, որովհետեւ ելի եմ ասում, էլի վերադառնով Գյումրի օրինակին, տեսեք, նույնիսկ ուժերը, որոնք իրար տանել չեն կարող, նույնիսկ շատ ավելի վատ հարաբերություններ ունեն։ Դա ուժեր չէին, զուտ մարդկային փոխհարաբերություններ էին, ընտանեկան։ Դե ամեն մեկի հետևից ինչ որ ուժ է կանգնած։ Հասկացա, բայց այդ մարդկանց միջի կոնֆլիկտը, որի մեջ կա, իրանց մեջ շատ ավելի վատ կոնֆլիկտ է եղել, քան կարելի է պատկերացնել մեր ներսի ընդդիմադիր ինչ որ բանում, հա, որում ել եմ ասում, ես որևէ մեծ կոնֆլիկտային բան չեմ տեսնում։ Ու Գյումրին ցույց տվեց այն, որ
Տեսեք, ես մի անգամ գնացի ասի, որ տարանջատումը նորմալ բան է, հա, դրա երեսից ինչ որ վրա մարդ հարձակվեց, ես իմ հայոյախառն եւ այլն, ցամը դա զավեշտալ էր, բայց խնդիրը ինչ ցույց տա, տարանջատված կարելի է գնալ ընտրությունների, տարանջատված նույնիսկ կարելի է դուրս գալ փողոց որոշակի պարագաներում, բայց եթե գաղափարն է միավորում, հա, այսինքն գաղափարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելն է, հա, ինքը կարող է ի վերջում բերել հաղթանակը, ինչպես էլ եմ ասում, դա եղավ Գյումրիում, դա եղավ Երևանում, դա եղավ Վանաձորում եւ Հայաստանի շատ եւ այլ քաղաքներում։ Վանաձորում երբ եղավ է։ Վանաձորում ժամանակին Մամիկոն Ասլանյանն կրկին ինքը հաղթել էր։ Իմ ընկեր Մամիկոն Ասլանյանը ականջը կանչի, Մամիկոն Ասլանյանը դրանից հետո 2 տարի ցավոք սրտի հասկացած բանտում, հələ չգիտենք էլ ինչ անել, դիմաց։ Եթե Վանաձորում էլի շատ արագ կողմնորոշվեն եւ որոշակի այսպես ասենք փողոցեր լիներ, դա իմ կարծիքով կլուծվեր։ Այսինքն, բայց կրկին ուրիշ բան էլ ասեմ, որ բոլոր process-ների ժամանակ եւ ուզում է լինի impeachment-ի շարժում, ուզում է լինի ուղղակի փողոց, ուզում է լինի արտահերթ կամ հերթական ընտրություններ, պետք է լինի փողոց։ Որտեղ առանց փողոցի ճնշման իշխանությանը շատ հեշտ կլինի որոշակի գործողությունների անցնել։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերս ընդունել հետաքրքիր զրույցի համար իմ հյուրն էր մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը։